Պատերազմի աստված Արեսը տրտնջում է իմաստության աստվածուհի Աթենասին. Ինձ բոլորն ատում են, թե Զևսը, թե մարդիկ, միթե ես պետք եմ պատերազմի անվերջ անեծքները կրելու համար միայն։ Ոչ միայն, պատասխանում է Աթենասը, դու պետք ես նաև պատերազմ հրահրողներին, կիսելու համար պատասխանատվությունը, որ չխենթանան նրանք սեփական մեղքի զգացումից։ Այդ հղեն ես եմ ընտրա, ու այդ բենը պիտար ստացված ենի ու տրավա։ Ես վեր այդ հղը ցավոքեց ամ ես երկու բեն եմ դածալ, կամ առողջ եմ մնալու, կամ էլ զոհվելու։ Նոյեմբերի 18-ն այլալ, արդեն պոստա եկած շեն եմ եկել։ Կշերվա կեսին ժամի 12-ին, общий тревога ալա։ Մեզ 8 հոգու առաջ աղարկա։ Եկանք արդեն թորքերի իրանց պոստերի իրա դուս եկավ, ուտեղ արդեն բոյս կսալա։ Արավոտվանից մինչև Վիգեն բոյ այլալ, մի խլա առաջ կացալ, այդ սարոբապ սարը տակնալա։ Երիբին եսա վիրավորվալա։ Դուզն ասաց հայսկականից դուժեր, ամին 3-4 տարի ես կրած արջում հարմարում, շատ եմ նամատացեիս։ Հետո հասկացամ, շատ մոտացել ավիշ մեն պուխել էջս։ Կյանքն աշարոնակում, պրոստ հարկավերա հարմարված ու ապրած։ Հարաբաղում ես իրան հանդիպեցի 99 թվականի ապրիլ ամիսն էր ու շատ մեծ ցավով գտա Մխիթարին, որ ինքը շատ վատ վիճակում էր, նստած էր անվաթոռում ու երբ ես հարցեցի վերքերդ երևի լրիվ արդեն ապակինվել է, որ նստած ես, ասաց չէ, հույս ես կորցնում որ կապակինվի, դրա համար արդեն անվերջ նստում եմ։ Վարդան եկավ աստեղ, ինձ տեղ ճարալ ու այդ օրվանից ինքի կարելի ասած у меня за уши вытащил։ Հիշեցի որ Մխիթարը մեր մոտ Կարմիր խաչում սովորել էր փայտի փորագրություն։ Ու իրան առաջարկեցի, այ դու փորագրի, ես կվաճառեմ։ Ասում եմ, ոչ մեկ չի առնում, արդեն բավական ունեմ, ոչ մեկին հետաքրքրել չի։ Ասում եմ, ոչ դու սարքի, ես կվաճառեմ, որովհետև այդ միակ ուժն էր, որ ես կարա իրան ստիպել անկողնում պարկած մնար։
Ռոբին Մակլարին մենք լավ շոտլանդացի կամավոր ունենք, որ մխիթարի աշխատանքները տարավ իր այդ եւ Շոտլանդիա եւ Կանադա վաճառելու ու այդ այցերի ընթացքում ավելի շատ գումար ինքը բերեց, քան նախատեսել ենք։ Ինքը առաջարկեց, որ իր ստացած եկամուտից մի մաս, մոտավորապես $350 նվիրաբերում է կենտրոնին։ Ու այդ գումարը ստիմուլ հանդիսացավ, շատ արագ կարողացանք բացել ու շատ սիմվոլիկ էր, որ հաշմանդամը իր այդ վիճակում գտնվելու ոչ միայն ստանում, այլ երբեմն նաև պատրաստ է աջակցել իր նմաններին օգնելու, հետ տալու։ Մի բան, որ անկեղծ ասած իմ ամբողջ կարիերայի ընթացքում շատ հազվադեպ եմ տեսել։ Եվ կենտրոնի կոլեկտիվը որոշեց, որ ստուդիան կլինի Մխիթարի անունով։ Շատ ընդհանուր բաններ ունեինք, թե երաժշտության տեսակետից, թե մտածելու, թե մի խոսքով ես ամեն իմ անձնական հարցերն էլ, ամեն ինչ իր հետ էի կիսվում ու ցանկացած իր խորհուրդ իմ համար օրենք էր։ Մինչ օրս, չնայած ամուսին ունեմ, բայց առաջի խորհուրդը իրանն է։ Իրան դες շուտվանից եմ ծանոթ, միշտ կյամա, կինամա, ինքը տեխնիկային թատրոնի տնօրեն է, հետո բարի ուսուցիչ է, ուղղակի ինքը հոժավես, յուրան կնքահայրը տրնամ, ես էլ համոզվալ եմ, ասինքս համոզալ եմ։ Համոզեցին էլ ոնց համոզեցի։ Շատ դժվար էր համոզելը։ Բաց հետ էլ կնքված չէր ինքը պիտի կնքվեր, հետո որ ինձ կնքահայր լիներ։ Ես էլ շատ էի ուզում, որ ինքը իմ կնքահայրը լիներ։ Ուզում էի ինչ-որ մի ձևի նման հարազատ ունենամ, դե երևի մենաբացի այդ կարգից ուրիշ հնարավոր չէր, չէ, ուրիշ տարբերակ։ Մի խոսքով, ասում ախր ես չեմ հավատում տենց բաների, ասում եմ ոչինչ, ասում եմ, հա ինչ կլինի, իմ խաթեր համաձայնվի էլի։ Ինքը հավատում, այս հավատում չունեմ մենք։ Դες էլեմենտարնի աղոտկել չեմ գիտում։ Օրինակ ասել Բիբլիա կա կողքես դրած տղ։ Ղաթմը կարդում եմ բենում, բայց լահնդի կակ լիտերատուրը է չտայ։ Հետաքրքիր է։ Ուղղակի Մխիթարը շատ ավելի իր գաղափարները շատ ավելի վեհ է, իր համ առողջությունն է տվել, համ հոգին է տվել այս անտեր կռվին, կռվից հետո էլ չի դադարում, էլի համարյա բոլորս էլ գիտենք համարյա կես մարդ է, բայց էլի այդ մարդը ուզում է տա։ Դժն ասած մի տեխնիկում սարքա, լավը տեխնիկա, մի քանիսն դիքում է գեմը։ Մինչև վիրավորվել ես ավելի կոպիտ ու ավելի դաժան մնան։ Վիրավորվելուց հետո ես շատ եմ փոխվել։ Ավելի շատ բարի եմ տարավ։ Մարդիկ կան վեր նույն վիճակում ինձանից ավելի փիս են։ Ու մարդիկ կան վեր իլալ են։ Իրանք ավելի երևի ավելի ասեմ заслуживают, чтобы они остались бы живы и жили бы, чем я. Այս կյանքը ինչ վեր սկսալ է, լավ սկզբից էլ, միշտ անարդարություն էլ է, մի հինգել կա ու միշտ էլ իննական է։